Հիշում եք Սուրբ Աննա եկեղեցում դեպք տեղի ունեցավ, որից հետո քրեական վարույթ նախաձեռնվեց դպրոցական Դավիթի եւ իր եղբոր նկատմամբ։ Ձեր որդին քնչականում էր աշխատում, կենտրոնի քնչականում եւ ըստ էության խուզարկություններ տեղ ունեցել, լրագրողները մի քանի հարցեր էին ուղղել ձեր որդուն եւ պաշտոնակությունների շարք սկսվեց, այդ թվում նաեւ քնչականի պետը, ձեր որդին ինչ էր տեղ ունեցել, որովհետեւ պարոն Հակոբյան ասում էին, որ կա արտեղեկություն, որ նամակագրություն են հանել, որտեղ ձեր որդին այս իշխանությունների մասին վատ գնահատականներ է տվել, կոնկրետ երկրի առաջի դեմքի վարչապետի մասին, դա է եղել պատճառը, որ Հակոբյանի քննիչ որդուն հեռացրեցին աշխատանքից։ Ուզում եմ մի փոքր մանրամասները դուք պատմեք, էլի ինչ է տեղի ունեցել։ Ես դեռ բան չգիտեմ այդ դեպքի մասին։ Ես գիտեմ, որ տղայից որ ուղարկում են խոզարկության։ Այո։ Ինքը դուրս ա գալիս արդեն գնալու է, դիտենում է երևի այնտեղ բանը լրագրողները հարցնում են։ Այո։ Այո։ Տղես են բանի լինի կանգամը տղես տղա ձեռնվում ասում է, չէ բան չգտամ։ Լրագրողը նորից հարցնում, ոչինչ չգտակ, ասում է, բայց ասեցի, որ որոշի բան չկար, որ ինչ պետք է գտնի։ Ու գնում են, հետո իրան կանչում են։ Այո։ Ասում են, զուխեր լրագրողներին ասում, որ բան չկար։ Ասում է, բան չեմ գտե էդ եմ ասում։ Նրանք էլ ասում են, կարող է լավ չես նայել, լավն է, դե գրի դուսա։ Դու մեզ պետք ես գրի դուսա, ես գրի դուսա։ Ասում են տևական ժամանակ քնչական կոմիտեի նավը մտել է կենտրոնի քնչականում բավականին լարված վիճակ, այդ կոնկրետ երրորդ քնչականի մասին է խոսքը, որտեղ ձեր որդին աշխատել է, տեղական ժամանակ ստուգումներ են եղել, պետք փոխվեց։ Ոչ մի անօրինական բան չեն։ Արդար էր դա, ըստ էության լրագրողի հարցին պատասխանել արդյունքում։ Ձեր որդին քանի տարի էր քննիչ էր աշխատում, պարոն Հակոբյան։ Ինքը նայ իր հետևից առաջ օրվանից երբ քննիչական այդ ակադեմիան ավարտել են դրա։ Այո։ Քննիչ, իրան առաջ օրվանից ասում գրի դուրս արել։ Ինչու։ Ձեր գործոնով է պայմանավորված։ Որ ազգանունը Հակոբյանը։ Ես ասել եմ, չէ, դու չեմ գալիս, այդքան սովոր եք գնում արել։ Ես ասել եմ գնում ես 21 թվի հունվար, դե գնում ես բան, Ղարաբաղ բանի, կոմանդիրով։ Գործոման։ Գնում եմ։ Դենց գնում եմ, երկու ամիս, կոմանդիրով։ Ակուսն առնում, սենյակն ավարտում, 60,000 դրամ ամիսը փող են տալիս կոմանդիրովքի համար, 120,000 սենյակին է փող տալիս, ուտելիքն է, շոր լվալն է բանը, երկու ամիսը լեռնանալուց հետո, աչես գրելու դուզ դաս, ասում է չէ, դե երկարացնում է, ասում է երկարացրել, բայց մի պայմանով, որ այդ կամ վարձի փողն է դուք պետք է տակ, միտեղ պետք է ասեք գոնե օրը մի անգամ կարգին ծաշուտ է, միտեղ էլ պետք է մի հատ լվացկանալերին պետք է ասեք, որ գոնե շաբաթ երկու անգամ շորերս լվալ, ինները օրը եթե երկու անգամ չէ, մի անգամ շորերը փոխում է, լզում է, եղավ, ասում է, բայց չէ, բայց ոնց, ասում է, ու գալզատ են շարունակում է, 21 աշխատին, չքան, հիմար գործ է, շերվա 1000, եկել է հերտապայ, եկել է տուն, շուտարի, չքան հիմար գործ է, բարդելուց են եղևզին, որ մի պրակոլ կտեն հանեն գործ, չեն կարացել, ես են պաճարը, խի էր ասում բան չկա, լրագրողին խի պետք է պատասխան, ասում է լրագրողը հարցնում է պատասխանում, որ չպատասխանեմ, պետք է ուրիշ բաներ մտածեմ, որ համար է դե գրի դուրս է, իմի գրի բան արի, հիմա, դե ոչինչ հիմա սովորում է, հեսակ ավարտի, դատապաշտպանների ակադեմիա, Փաստաբանների պալատում, փաստաբանների բանում է սովոր, պալատում, չգիտեմ ոնց է մեկի ես չեմ էլ հետարկելում, ես կողմել չեմ եղել, որ ինքը ոստիկանն է, բայց դե ինքը որ փոքր հասակից անարդարը խի ես իսենց աղ խի ես ես ուժեղը թուլին ծեցում, խի են սրան մեղացնում, բանսվեցնում, դենց, բայց պիտի բան դառնամ, որ ոստիկան դառնամ, որ անարդարությունների դեմ պայքար եմ, որ ինքը յանով ասել սենց եմ ուզում, ես ըկցնող, հա, ասի գնա, ընդունի էլ, սովորել, ինչով կարամ կոգ։
Այ քեզ։ Ձեր որդու հետ միասին նաև պաշտոնից ազատվեց Ներսիկ Նազարյանի քրոջ որդին, որը քննչականի պետն էր։ Ահա։ Իրեն ինչու հեռացեցին, չփորձեցին։ Որ sense քնիչի հետ աշխատել է երևի։ Այդ չգիտեմ, ես յան չեմ ասել, չեմ ճանաչում ես թվում։ Դե իրան էլ երևի բան են արել, որ ես sense քնիչի հետ աշխատել ես, բան ես արել, դու բան ինչի համար, ես շատ գիտեմ։ Մի բան գտել եմ էլի։ Ամեն դեպքում տևական ժամանակ, ինչպես դուք եք պնդում, եղել են միտումներ իրեն հեռացնելու։ Սա հարմար առիթներ։ 21 թվականից, երբ 20 թվականից երբ ավարտել է հոկտեմբերը ինչ է, երբ ավարտել է, իրան ուղղորդումը տվել են բան, ինչ են ասում։ Երբ կենտրոնի իրան բանը տվել են, որ գա կենտրոնի բաժին, այդ դրա հաջորդ օրվանից ասում ժամանակ գրեթե սարի ինչ, երբ բուհական տղա դու, այնպես ես գործում ու Էտել ասեմ, արդեն ժամկետը լրացած, որ կապիտան տան, 6 ամիս հետո են տալի։ Հա չեմ ուզի, չես գրում, դուզ գաս, չես գրում, դուզ գաս, ասում չի է, բան, որ 6 ամիս հետո տվել են։ Բայց նիչիվով, եթե երեկվա հատախազը սերժանտ է եղել, հիմա գեներալի կոչում ունի, տղանել օրը գգա, նորից կտեղավորի ու չնայեց, եթե բանը չունի իրավաբանությունը սիրում է, դատապաշտպան կաշխատի,